Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել, եկեք միասին նայենք եւ հասկանանք։ Նախ եւ առաջ 0-ից բարձր հարկման բազա ունեցող աշխատատեղերի թվաքանակը 2025 թվականի տարեվերջ 822,700 մարդ։ 2017 թվականի դրությամբ այս ամենը կազմել է 534,200 մարդ, այսինքն ընդհանուր աճը 54%, 288,500 մարդ։ Կես միլիոն եւ ավելի աշխատավարձ ստացող աշխատատեղերի ժողովուրդ ջան թվաքանակը 2025 թվականի տարեվերջին կազմել է 159,324 մարդ, 2017 թվականի դրությամբ այդ թիվը կազմել է 40,836, այսինքն 25 թվականի դրությամբ 19,4%, իսկ 17 թվականի դրությամբ ընդամենը 7,6%։ Գործազրկության մակարդակը 25 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 11,8%, 17 թվականի նույն առաջին եռամսյակում կազմել է 16,4%։ Այս ցուցանիշները նայելով եւ դիտարկելով կարելի է հասկանալ ընդամենը մեկ բան, սիրելի հայրենակիցներ ջան, ներկայիս իշխանությունը ակտիվորեն աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում առհասարակ այլևս չլինեն գործազուրկներ։ Բայց դե եկեք հասկանանք նաեւ մի բան, ժողովուրդ ջան, որ չկա պետություն աշխարհում, չկա այսպես ասած մի կառավարություն, որը աշխատի 100%-ով, բայց ներկայիս իշխանությունը Հայաստանի Հանրապետության փորձում անել ամեն ինչ, որ յուրաքանչյուր քաղաքացի ստանա իր, այսպես ասած, հարցի պատասխանը, իրեն լավը զգա իր պետության մեջ, ապահովը զգա։ Կանցնի ժամանակ, ժողովուրդ ջան, ու ես հավաստիացնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը լինելու է տնտեսապես ամենահզորներից մեկը տարածաշրջանում, անվտանգության առումով լինենք անկեղծ, Աստծուն փառք, Հայաստանի Հանրապետությունը միշտ էլ եղել է այն ամենաապահով պետություններից մեկը, 18 թվականից հետո առհասարակ ամենաապահովներից է, որովհետև այստեղ կյանքը հանգիստ է, խաղաղ է։ Խոսքի ազատության մասին առհասարակ սուս եմ մնում, այն աշճանի խոսքի ազատություն, որը Հայաստանում չկա ոչ մի պետության մեջ, ես չեմ տեսել էլի տենց բան։ Ինչ ասեմ, սիրելի հայրենակիցներ ջան, կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցենք մենք եւ Նիկոլ Վարչապետ։